Շուշ հոտը սպանում է։ Շուշ։ Ես էլ առեն սարքեմ է թամելի խեղ ժողովուրդը։ Սենց։ Բարդ ես։ Գարշահոտին ոնց եք դիմանում ժողովուրդ։ Սենց կենում է մարդիկ ես գարշահոտի միջով, կեղտաջրի միջով։ Վտանգավոր է այսի։ Ջուրը գնաց պան հոսանքի լարերին, 10,000 վոլտից ավել չի։ Սաղ շենքերը կմնան կտրակի, հա։ Բա երեխեք կողքելն են, բան էլ անցնեն այդ րոպեին։ Գոյողին է, չէ ժողով։ Հա։ Ասմա քանի օր այս վիճակն, ամսի 4-ից, այսօր ամսի քանիսն է։ 23-ն է դառնում, 22։ Լուստին է, սա։ Հա։ Շամշանա։ Կոնգելնա, ստեա։ Էսի Ադմիրալ Իսակովի պողոտա։ Պողոտա 52 դրոպ 2 շենք։ 52 կոտորակ 2 շենք։ Հա, հետևա մասը։ Էնե ամար։ Բա թաղապետարան, քաղաքապետարան, վիոլա ջուր։ Վիոլա ջուր, ամենտեղ է զանգելը։ Ինչ են ասում բա։ Նվարտը, հա։ Հունիսի 22-ն է, Երևան, Մալացա, Սեբասա, վարչական շրջան։ Բնակիչները արդարացիորեն վարսաձայնում են, որ հունիսի 4-ից դիտահորից կեղտաջուրը դուրս է գալի, լսվում ամբողջ շենքի նկուղներ, հասնում մինչև էլեկտրապաստանցիայի մոտ, ինչը նաև վտանգ է իրենից ներկայացնում։ Մարդիկ նշում են, որ գրեթե ամեն օր զանգել են պատկան մարմիններին, այդ թվում քաղաքապետարան, այդ թվում վիոլա ջուր։ Վիոլա ջուր վերջին անգամ երբ եք զանգել։ Այսօր վիոլա ջուր զանգել եք ինչ են ասում։ Ասում եք դրանց ենք համապատասխան մարմիններին ցույց կտանք ձեր։ Ամենօր է դեն ասում։ Այսինքն համապատասխան մարմինով է Մարս մոլորակը։ Չգիտեմ ով է, ես Իրանք վճարումները կատարում եք, չէ՞ կանոնավոր։ Ինձ համար տրամադրեք, ես դիմեմ։ Ասում մենք Մի րոպե էլի, թող դու։ Հիմա ժողովուրդը պահանջում է որպես վիոլա ջուրը բավականին օպերատիվ արձագանքի, քանի որ բնակիչները նաև կանոնավոր վճարումներն են կատարում, նույնիսկ կան բնակիչներ, ովքեր կանխավճար են 2-3 ամսվա կանխավճար են վճարել, բայց փոխարենը 0 սպասարկում են ստանում։ Դիտահորից է դուրս գալիս այս կեղտաջուրը, որը ըստ բնակիչների ասֆալտապատման սխալ աշխատանքի արդյունքն է։ Պիտի դիտահորը մաքրեին, դիտահորի խողովակները, կոյուղատարերը փոխեին, քանի որ այն խորհրդային տարիների այս բնակիչների նոր ասֆալտապատումը անեին։ Հիմա այստեղ պիտի լինեք, որպեսզի այս հոտը զգաք։ Գարշահոտ է,
օրեն էլ գիտեք, տաքացել է ամեն բարձրակ շենքա։ Մարդիկ այսօր էլ են դիմել վիոլա ջուրը իր copy-paste տարած, չիպի մեջ տեղադրված պատասխանն է։ Ձեր հայտը գրանցված է, մասնագետները կմոտենան։ Ու այդ մասնագետները կարծես թե դարել են նոյի ագրավ, չկան ու չկան։ Փոխարենը ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Էսա տեսեք, կեղտաջուրը այստեղից հոսում է, հասնում է բնակչի հողամաս, հասնում է պաստանցիա էլեկտրաենթակայան։ Աստված չանի, եթե այս ջուրը լցվի էլեկտրաենթակայան, չի բացառում, թե գիտեք, հոսանքի և ջրի հանդիպումը ավարիայի ճակատամարտ կլինի։ Ու այս ամբողջ թաղամասը կզրկվի էլեկտրաէներգիայից, հետո կասեն հեց, արի մի բան արա։ Հիմա պիտի հարգելի Մալացիայի թաղապետ, ազդեք վիոլա ջրի վրա, ձեր հերթական պատասխանը չտաք, թե վիոլան ինչ չի ենթարկվում։ Ես դա շատ լավ գիտեմ, վիոլանում է ենթարկվում, բայց թաղապետեր կան, մարզերում էլ քաղաքապետեր կան, ովքեր կարողանում են վիոլա ջրին պարտավորեցնել, գալ, եթե նման խնդիրներ են առաջանում իրենց մոտ, արագ հրատապ լուծում են։ Հակառակ դեպքում ավելի լավ է դիմենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Այստեղ պիտի լինեք, այս գարշահոտը զգաք։ Բարձրահարկ շենք, մարդիկ երեխեք ես գնում են մանկապարտեզ, դպրոց, Արիգատ պատում է դա։ Քանի հարկանի է շենքը։ 9։ Մի րոպե էլի այ ցավը տանեմ, վայ։ Գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Մի նկուներն էլ է, չէ՞ լցվում։ Ինչքան է լցված։ Հեսա երևում է, նայի։ Մարդը դել է մարդաբույր։ Գետնի տակից բրդե տրացրել է ախպեր շեքի բանը, լա էսա բաց են։ Մի րոպե։ Ճայի չէ ախպեր են դեր։ Բրդե ֆայ ախպեր գնա էլի։ Էսի շենքի հիմքերի հերն էլ կանեցին։ Ախպեր էդի քաշեմ, մեջը նորից լցվեմ։ Լստեն այ։ Մամուռ արդեն ընդ կանաչել է։ Հետո ասում են կորոնայի դեմ, վիրուսների դեմ պայքար ենք։ Կորոնայսի կարգին վիրուս Հոլերիա է սա, վայ։ հուշող է էսի, ով շենքես հոլերիա։ Էսի որ ուզենան սարքեն էլ մի 3 ամիս, 4 ամիս պետք է, որ էս հոտը վերանա։ Այսօր մեկա դիպտի մեջ արցուն կա լեքտում աշկի։ Ախր մի օր չէ, երկու օր չէ, էլ մի ամիս ախպեր, հայ ախպեր։ Մի ամիս օր։ Էլ տեղ չմնաց զանգեն։ Ցանկապատել եք, քանդեք, առանջել եք քանդել։ Քանդեք, արդեն է, սուտ են։ Վիոլան մենակ փողերը հավաքի։ Հա,